Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օրերս պատմական նշանակության հայտարարությամբ է հանդես եկել, որը առաջարկում եմ միասին լսենք եւ վերլուծենք։ Շրջանը, երբ որ այդ առաջնորդները իրանց սեփական փորձից էլի պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո, Դաշնակցության մասին անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ օրինակ դիվանագիտական բանի Կարսի գրավումից բանից այ ահագին այդքան իրադարձություններից հետո դիվանագիտական քաղաքավարի սիրալիր դիմումներ եւ նամակներ էին գրում օրինակ թուրքական կողմին, հանդիպում էին, բանակցում էին, պատգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ պետք է օրինակ ունենալ լավ հարաբերություններ 1915 թվականից 5 տարի հետո։ 20 թվականի մասին է խոսքը 1920 Այդ առաջնորդները 1920 պլյուս մինուսով այդ շրջանում ասել են էսա ճիշտը ազգ մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ որ ճշմարտությունների այն ինչ որ ես ասում եմ դա Արարատ Միրզոյանը ասում է, որ իրենք հանգել են ճշմարտությունների եւ օրինակ է բերում 1920 թվականի Դաշնակցության առաջնորդների վարքագիծը, քաղաքականությունը, որը այո, շատ նման է այսօր վարվող քաղաքականությանը եւ այս հայտարարության պատմական նշանակությունը հենց նրանում է, որ Արարատ Միրզոյանի քաղված դասերը, դեռ պարզ չի ինչ դասեր, դա միասին կվերլուծենք, վերաբերում են 1920 թվականին այն պատգամներին, որոնք թողել են Դաշնակցության առաջնորդները։ Իմ ձեռքի տակ է Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն գիրքը, որտեղ մի շատ կարևոր մեջբերում կա այդ ժամանակահատվածում, երբ արդեն Քեմալական բանակը մտել էր Շիրակի դաշտավայր, մի քանի օր անց Հայաստանը պետք է Ալեքսանդրապոլում կապիտուլացվեր եւ տեսեք ինչ մտքեր են հնչել այդ ժամանակահատվածում եւ փորձեք նմանություններ գտնել այսօրվա քաղաքական դաշտում հնչող մտքերի եւ իշխանության եւ պրոիշխանական սազանդարների։ Ուրեմն պատգամավորներից մեկը Թորոսյան Պատգամավոր Ս. Թորոսյան, ինչպես մեջբերում է Սիմոն Վրացյանը, ասում է հետևյալը. Հայաստանում ապրող ժողովուրդների հայրենիք է, պետք է ուժեղացնել ներքին համերաշխությունը։ Թուրքիայի հետ պետք է կնքել անկեղծ հաշտություն։ Ես նորից եմ ասում, այս ելույթը հնչում է մի օր, որից հաշված օրեր անց, 1-2 շաբաթ անց պետք է Ալեքսանդրապոլում կնքվի Հայաստանի կապիտուլյացիան։ Շարունակում եմ։ Ռուս ժողովրդի հետ մենք չենք եղել թշնամի եւ չենք ուզում լինել։ Դե գիտեք, այդ ժամանակ արդեն բոլշևիկներն էին իշխանության, արդեն մի քանի տարի։ Նա պետք է հաշվի նստի մեր անկախ գոյության հետ։ Ռուսների մասին է խոսքը, տեսեք, նա պետք է հաշվի նստի մեր գոյության հետ։ Ուրեմն թուրքերի հետ պետք է կնքենք անկեղծ հաշտություն, բայց ռուս ժողովուրդը պետք է հաշվի նստի մեր անկախ գոյության հետ։ Իսկ եթե նա շարժվի մեր վրա անկախությունը ոչնչացնելու նպատակով, ռուսների մասին է խոսքը, թուրքերի մասին չի։ Մենք նրան զենքով կդիմավորենք։ Մեզ պետք է պատվավոր հաշտություն բոլորի հետ։ Ուրեմն տեսեք, փաստորեն իրավիճակը այդպիսին էր, որ մի կողմում խորհրդային միությունը պահանջում էր խորհրդայնացվել Հայաստանին, մյուս կողմից արդեն ռազմական գործողությունների արդյունքում Քեմալի զորքը մտել էր Շիրակի դաշտավայր, հեսա պետք է օկուպացնի Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին, մենք ասում ենք մեզ հաշտություն է պետք թուրքերի հետ, բայց հանկարծ եթե ռուսները մի բան փորձեն անել, մինչև վերջ պետքա կռվենք։
Այս նույն տրամաբանությունը այո որդեգրել են ներկայիս իշխանությունները, համարելով, որ թուրքերի հետ պետք է լեզու գտնել, իսկ ռուսների հետ փչացնել հարաբերությունները։ Այո իշխանությունները գործում են ճիշտ այնպես, ինչպիսի քաղաքականություն վարել են Սիմոն Վրացյանը եւ այդ ժամանակահատվածի ամբողջ քաղաքական էստաբլիշմենտը։ Դա է եղել վարքագիծը, փորձել լեզու գտնել թուրքերի հետ, ինչու ոչ նաեւ ադրբեջանցիների հետ։ Երբ Արարատ Միրզոյանը ասում է այս ամենը, հաշվի չի առնում, որ այդ նույն ժամանակահատվածում, ինչ այդ падգամները հնչում էին, Հայաստանը կործանվեց, կապիտուլացվեց Ալեքսանդրապոլում եւ միևնույն ժամանակ խորհրդայնացվեց։ Հայաստանյան իշխանությունները չհասկանալով եկող գալիք արհավիրքները, փոխանակ փորձեին լեզու գտնեին բոլշևիկների հետ, փորձում էին լեզու գտնել թուրքերի հետ եւ փորձում էին բազմաթիվ հնչած մաքսիմալիստական կոչեր, այսպես հարթության վրա պահել եւ 1920 թվականին նույն օրը կապիտուլացվում են թուրքերին Ալեքսանդրապոլում եւ նույն օրը խորհրդայնացվում են։ Սա հենց այդ վարած քաղաքականության արդյունքն է։ Մեր տարածաշրջանում, եթե չես փորձում հարաբերությունները Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ բալանսավորել ռուսների միջոցով, վերջում պարտություն ես կրում եւ նրա նկատմամբ, եւ հիմա այդ նույն քաղաքականությունը վարում է այսօրվա իշխանությունը, փորձելով ամեն զիջումների գնով Թուրքիային, ամեն զիջումների գնով Ադրբեջանին հարաբերություն կարգավորել, որի արդյունքում իբրև թե կնվազեցնեն ռուսական ազդեցությունը, արդեն պատմությունը ցույց է տալիս, թե իրենք ինչ են ստանալու։ Եվ այո, ես շնորհակալ եմ Արարատ Միրզոյանին, որ ինքը ուղիղ ընդունեց, որ իրենք վարում են հենց այն քաղաքականությունը, ինչ 1920 թվականին վարել էր դաշնակցական ղեկավարությունը այդ թվերին։ Եվ դրա արդյունքում Հայաստանը կապիտուլացվեց եւ թուրքերին, եւ կորցրեց իր անկախությունը արդեն բոլշևիկների նկատմամբ։ Եվ երբ Արարատ Միրզոյանը նման դասերի մասին է հնչեցնում, կարծես լավ բան է արել, որ այդ քաղաքականությամբ է առաջնորդվում, թող հիշի, որ դրանից ընդամենը շաբաթներ անց, իր ասած 1920 թվականին, շաբաթներ անց Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ հենց նրա արդյունքում, որ դարձել էր խոցելի, չփորձելով բոլշևիկների միջոցով բալանսավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, որի առաջարկը բազմաթիվ անգամներ հնչել է այդ թվերին բոլշևիկների ներկայացուցիչ Բորիս Լեգրանի կողմից, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ առաջարկել միջնորդը լինել հայ-թուրքական այդ պատերազմական հարաբերությունների, այսպես ասած։ Եվ դաշնակցությունը հրաժարվել է սրանից, որովհետև դաշնակցությունը իրեն համարում էր արևմտյան Անտանտի դաշնակիցը սատարող է այս տարածաշրջանում եւ չէր գիտակցում իրողությունների այդ փոփոխությունը։ Նույնը անում են մեր այսօրվա իշխանությունները, երկիրը տանելով հերթական արկածախնդրության, հերթական կորուստների եւ չեմ կասկածում, որ մի օր իրենք հուշեր կգրեն եւ այդ հուշերի մեջ եւս կլինեն բազմաթիվ այսպիսի չքաղված դասեր, որոնք չեն բխում տարածաշրջանային իրողությունից, որոնք կարող են բխել միայն հիվանդագին երևակայությունից, փորձել թուրքերի հետ ուղիղ լեզու գտնել, որպեսզի նրանք բալանսավորեն մեր հարաբերությունները Ադրբեջանի նկատմամբ, մերկացնեն մեր սահմանները, դուրս բերեն ռուսներին եւ լինի այն ինչ լինում է։ Ես որպես վերջին հիշատակում պետք է ասեմ, որ 102-րդ ռազմաբազայի տեղակայումից հետո, երբ նրանք դուրս եկան այնտեղից այդ նույն ժամանակահատվածում 1917-ից մինչև 20 թվականների այս ժամանակահատվածները, երբ ռուսական զորքերը դուրս էին բերվում տարածաշրջանից, Գյումրին, Ալեքսանդրապոլը 2 անգամ գրավվել է թուրքերի կողմից, 2 անգամ 18 թվականին եւ 1920 թվականին, 2 անգամ։ Դրա համար երբ որ մեկ-մեկ ասում են ռուսներն են պահում հայ-թուրքական սահմանը, այդ 102-րդ ռազմաբազան է, ես ասում եմ պատմության մեջ մի դեպք է եղել, երբ որ այդ ռազմաբազան տարածաշրջանից դուրս է բերվել։ Եվ այդ մի դեպքի ընթացքում 2 անգամ ամենահայաշատ բնակեցված քաղաքը
օկուպացվել, գրավել, բռնաբարվել եւ ոչնչացվել է թուրքերի կողմից։ Երկընտրանքը այստեղ սա է, կամ թուրքական ազդեցություն, կամ ռուսական ազդեցություն, որը լավորից չէ, եւ փաստորեն մեր իշխանությունները արդեն բաց եւ ուղիղ խոստովանում են, որ իրենք ընտրել են հենց թուրքական ազդեցությունը։